Ում էիք դավաճանել։ Օգտագործեք էդի։ Պատասխանատու չեմ։ Լավ ընդդիմություն են։ Չէ։ Չէ։ Իսկ Հայաստան դաշինքը։ Չէ։ Եթե ժամանակ հարցը դրված էր կհաղթեն թե չէ, հարցը դրված է կանցնեն թե չէ։ Ինչով են տարբերվում այս ընդդիմադիրները եւ ԿՊԱ-ականները ըստ քեզ։ Ես դավաճան ԿՊԱ-ականս։ Ով ցակումով։ Նայ Արցախի։ Անտատի իրանք իրենց ոտին կրակեն ինչ որ բաներ անեն որ չանցնեն ու չեն մի օր կհաջողվել ու չեն անցնի։ Բայց Դավիթ Համբարձումյանը վատ տեխնացու է։ Եղել է որևէ դեպք որ դե զանգ են օրինակ փորձեն ճնշեն ասեն այ եթե այս մարդուն անդրադարձել եք տեսեք ինչ վատ բաներ կանեն ձեզ, հա։ Էդի շատ լավ արդյունք է։ Ազատ մամուլ է, ով ինչ ուզում է գրում է։ Նայում են էլի։ Ու հենց նոր Ալիևը մեռավ։ Նիկոլը ապտակեց, Բաքուն ջրհեղեղի տակ է, ռումբերը ընկան, Պուտինը զանգեց։ Ինչ կորցրեցիք դուք։ Սերժական ես, Քոչարյանական ես, Լևոնական ես, Նիկոլական ես։ Այդ մի մարդուն հանենք, մնացածի պահվածքը իմ համար sense լրիվ կրիստալինը պարզա, եթե նախընտրական բանը։ Ну, в общем, էլի։ Դե Նիկոլ Փաշինյանն է, բարձր Ալեն Սիմոնյանին հրավիրել ես գիտես նույնիսկ միտինգին եմ եղել, Տիգրան Կարապետիչի։ Ես օպտիմիստ եմ, ես հույս ունեմ, որ հնարավոր է մի օր լավ լինի։ Բաժանորդա գրվեք։ Լավ լրագրողը նա չէ, ով ասում է այն, ինչ դուր է գալիս բոլորին, այլ նա, ով ասում է ճշմարտությունը նույնիսկ այն դեպքում, երբ դա դուր չի գալիս որևէ մեկին։ Ողջույն, այսօր իմ հյուրն է Arm Comedy նախագծի հեղինակ, հեռուստահաղորդավար եւ ուղղակի ինտելեկտուալ Նարեկ Մարգարյանը։ Ողջույն Նարեկ։ Ողջույն։ Այսօր բարձ վիճակի մեջ դրեցի, էլի մոտը տենց արդարացնեմ։ Ինտելեկտուալ բաներ ասեմ։ No, ես վստահ եմ, որ կարդարացնես եւ ի սկզբանե սկսենք նրանից, թե ինչ սպասելիքներ ունեն մարդիկ քեզանից, ոչ միայն ես, այլ նաեւ ընդհանրապես հասարակությունը, քանի որ վերջին շրջանում բազմաթիվ մեղադրանքներ հնչեցվեցին, ձեր հասցեին, դե ամեն դեպքում Facebook-ում այդպես էր արտացոլված։ Դա արդեն դու ասա, ամեն դեպքում իմ Facebook-յան լենտայում բազմաթիվ էին երևում։ Ձեզ մեղադրեցին տարբեր բաներում, մեղադրեցին նրանում, որ դուք դավաճանել եք, որ դուք չեք արդարացրել մարդկանց սպասելիքները եւ ակնկալիքները ձեզանից, ում էիք դավաճանել։ Մենք դավաճանել ոչ մեկին։ Ակնկալիքը ինձ թվում է այն էր, որ պատի ոչ մի ձև, ոչ մի ԿՊԱ-ական մեր եթերում չհայտնվի, ինքը դից սկզբանե շատ տարօրինակ ակնկալիք է, որովհետեւ բոլոր շրջաններում հաղորդումը մեծամասամբ 80%-ով հենց իշխանության շուրջ է, էլի, որտեվ ես ուղղակի մի հատ ուռճացնենք, հա, որտեվ այդ կարծիքն է կա։ Հիմա այստեղ բարձա մարդիկ օքեյ են, որ այտենց խոսանք Ալենի, Նիկոլի, բոլորի մասին, բայց այտենց իրենց չհրավիրենք։ Դե չէ, որովհետեւ նախարար բան օքեյ է, որտեվ մի քանի նախարար եղել են, բայց հենց կոնկրետ երևի այդ ասենք top 5-ը, հա, երևի տենց ինչ-որ խնդրահարույց, հա, բայց դա էլ այդ մարդկանց նախասիրությունն է։ Հիմա եթե լսենք բոլորի նախասիրությունը, ամեն հաղորդման տակ գտնեք մի 5 հատ մեկնաբանություն, սկսած 19 թվից, առայն որ ինչի եք սրանց ընդհանրապես ցույց տալիս։ Այս մարդու ձենը վրես ազդում է, այս սրա մասերը առաջ եմ տալիս, չեմ նայում, նկատելով Փաշինյանին, հա։ Հիմա ինչ լոգիկայով ասենք այդ մարդկանց կարծիքը բոլորս օքեյ ենք, չէ՞, որ անտեսում ենք, որ չեն կարող քննադատենք քաղաքական process-ները, вообще ոչ մի անգամ ոչ մի ուղիղ խոսք չտալով Նիկոլ Փաշինյանից կամ Ալեն Սիմոնյանից կամ Արարատ Միրզոյանից։ Մի քիչ տարօրինակ կլներ։ Հիմա ոնց որ էդ էլ է օքեյ, մենք զուտ հենց Ալենին հյուր գալու process-ն է։ Շարժելի բոլորս հասկանում ենք, որ այդ բավականին խնդրահարույց կլինի, դրա համար ամենաժողովրդավար ճանապարհով գնացինք, բաց բան դրեցինք մեր Patreon-ների էջում, այսինքն մարդիկ ովքեր տենց ուղիղ սատարում են հաղորդումը, ով ուզում որ գա ու դեռ մի 300 քանի հոգի քվեարկել էր, որոնց 67% 33 հարաբերակցությամբ մարդիկ ուզեցին։ Հիմա եթե մարդիկ էլ ուզեցին, փաստորեն մեծամասնությունը ճնշող ուզում էր այդ դիտեր, հիմա ինչի չանենք, հա, դա այստեղ գալիս է ոնց որ արդեն մյուս շերտը, այս ամենի, որ կարար հարցերը ավելի սուր լիներ։
Այո, Կարար։ դուք խնայեցիք Ալենին։ Մենք խրայեցինք, բայց Այո, քո կարծիքն է։ Դա իմ կարծիքը չի, դա Էլում կարծիքներն է, կարծիքն է։ որոնք որ կարդացել եմ օրինակ սոցիալական ցանցերում, որ կար կողմնապահություն։ Երևում էր, որ Որ արդեն կողմն էինք կոմեդի պահում։ տղաները ֆինանսավորվում են Նիկոլ Փաշինյանի շրջապատից, ուղղություն են փոխել, այլևս ընդդիմադիր չեն։ Չէ, շատ ուրիշ ձևի կլինի։ Այստեղ նայ, խնդիրը ինձ թվում է հարցերը շատ էլ սուր էին եւ չկա այտենց նպատակ տալ ամենասուր հարցը, որովհետեւ պետքա տալ այն հարցը, որի պատասխանը ինչ որ արժեք կստեղծի այս դիալոգի մեջ, հա, որովհետեւ ամենասուր հարցը դա միշտ այտենց անկողնային հարցն է, որը մեկին հետաքրքիր չի, բայց ինքը շատ սուր կլներ։ Եվ երևի են լրագրողները, որ դրանից բողոքում են, երևի իրանք կուզենային այդ հարցը տալ։ Պրինցիպի այդ հարցը ոնց է թե ունեն այդ հնարավորությունը այդ հարցը տալու, հա, իմ համար սուր հարցը այդ հարցն է, որի պատասխանը կամ իցույց է դնում բաց թողումներ, կամ խճճվում է իրանց դիրքորոշումների եւ պատասխանների, որովհետեւ այդ խճճվելու գիծ ակնհայտ էր, այդ սա հարցազրույցի լեյտմոտիվը այն էր, որ մեզ վատ ինֆորմացիա են տալիս, մեզ խաբեցին, մենք փաստորեն ահամգործում չենք կարողանում ոչ մի բան անենք, մինչդեռ այդ ուղիղ հակադրության մեջ է, որ գլխավոր հրամանատարը ես եմ, մենք սաղից լավ ենք կառավարում, ամեն ինչը լավ ենք անում, հա, դուք ամենամեծ այդ հայցով 26 թվին այս մարդիկ ուզում են միատել ստանան բոլորից դանը։ Հիմա 26 թվի ընտրություններից առաջ մենք կանչեցինք top երկրորդ դեմքին, որը խոստովանեց, որ իրանք вообще ոչ մի բան չեն կարողացել անել ու ոչ կոմպետենտ են եղել։ Այս իմ կարծիքով են, որ ասում են բլյուդիչ գալուբոյ կամ ինչ, մի հատ գժոտ նվեր էր բոլոր այն ուժերին, ովքեր պատրաստվում են challenge անել ԿՊ-ին 26 թվի ընտրություններին, օգտագործեք էդի։ Սենց բերեցինք նվերը, տվեցինք ձեր ձեռը, դուք խոսալ ինչ-որ անկարևոր բանից, 3 լրատվական ինչ-որ վերլուծական գրեցին, ու լիքը իրար ամեջ, իրար հակասող, հատաներ ինչ-որ չբռնող բաներ գրեցին։ Մնացածը տես մնացին են մակարդակի վրա, որ հա, տեսակ Ալեն Սիմոնյանը գնաց կոմեդի եւ Այ կուզենամ այստեղ խոսենք այն իրավիճակից, որ ունենք վերջին տարիներին, լրագրողները ինչով են տարբերվում պրոպագանդիստներից, այսինքն ինչ պետք է անի լրագրողը։ Իսկ գնալով արդեն ոչ մի բանով էլի, ուղղակի պրոպագանդիստի մեջ մենք դնում ենք այնց ավելի վատ բանը, որովհետև ենթադրում ենք, որ պրոպագանդիստը ինքը գուցե եւ այտենց չի մտածում, բայց քանի որ իրան փող են տալիս ինչ որ կարծիք առաջ տանելու համար, ինքը այտենց դաժե ինչ որ միտեղ իր վրով սենց անցնելով այդ բանը տալիս է կամ կարող է մեկ-մեկ տենց շատ իսկապես հավատում է, հա։ Դրա մեջ ինքը այտենց մի քիչ գեբելսյան բանն է, բայց ամեն մարդ ինքը այտենց ունի էլի իր ասած ինչ-որ հավատանքների, իր սկզբունքների եւ բաների շարքը, որոնց շրջանակում է ինքը գործում, էլի այտենց բոլորն էլ ինչ-որ չափով, եթե այդ վատ կանատացիան այդ բանից հարցնեն, երևի դրանով զբաղվում են, էլի, որովհետեւ ինչ-որ կարծիք որ բան արեցիր, այն մեկը կարա էդի բնութագրի որպես պրոպագանդա, մյուսը կարա չբնութագրի։ Բայց նորմալ է, որ լրագրողը պետք է Ես օրինակ Elvis Presley-ի ստորագրությամբ մայկա եմ հակել, ես պրոպագանդում եմ Elvis Presley-ին։ Հա, օքեյ, ուրեմն պրոպագանդիստ։ Բայց լրագրողը նույնիսկ եթե ունի քաղաքական կարծիք, արդյոք դա պետք է вообще մենք դեռ էդի քննարկում ենք, որ իսկ մենք դեռ քննարկում ենք, որ չի անդրադառնում։ Բայց չպետք է անդրադառնա, այսինքն եթե օբյեկտիվության այդ ինչ որ բան 1950-ականների հիմա մոդել է զբաղանում, այնպես Walter Cronkite այդ բան, ինչ որ այսենց այն Ամերիկայից եկած, երբ որ 3 հատ բաներ հերոստալիք էր Ամերիկայում, Սովետում մի հատ թե 2 հատ, ու ասենք մի 6 հատ ինչ որ թերթ ու իրանք հա, քանի որ իրանք տենց 6 հատ էին ու իրանք զանգվածաբար այդ խնդիրը էլ չկա։ Okay, ոչ մի թերթ 3 միլիոն հայ չի կարդում եւ ոչ մի հերոստալիք եւ ոչ մի հաղորդում 3 միլիոն հայ չի նայում այդ պատասխանատվությունն էլ է դրա հետ ոնց է ջրվում էլի որովհետեւ ես շատ օքեյ եմ ինչ որ պահի մենք հա sense այդ բանը կար էլի որ ահա եթե այսքան խոսացինք իշխանությունից այսքան է պարտադիր խոսանք ընդդիմությունից այսքան է խոսանք չգիտեմ ինչից այ հետո ինչի համար որովհետեւ ոնց որ բոլորը ակնհայտորեն չէին պահում այդ սկզբունքները մենք sense լրագրող չլինելով էլի փորձում ենք որ մաքսիմալ այդ օբյեկտիվ, բայց այդ օբյեկտիվը ինքը մեկը սուբյեկտիվ է, դու այդ օբյեկտիվով խափում ես քեզ միջև ինչ-որ մակարդակ, ես շատ օփնի, շատ լավ ասում, մեր հարցումը շատ սուբյեկտիվ է։ Ինքը օբյեկտիվանում է այնտեղ, որտեղ իմ ու Սերգեյի կարծիքները չեն համընկնում։ Այդտեղ, ասենք, եթե ինչ-որ թեմայի շուրջ մենք լրիվ հակառակ կարծիք ունենք, մի քիչ
դիտումա դեպի հա, բայց այդ թեմայի վրա կարա լինի 6-րդ, 7-րդ, 9-րդ կարծիք, որոնք էլի չեն ելնելու մեր հաղորդման մեջ, հետեւաբար նույնիսկ այդ երկու ստիկ օբյեկտիվիզմի մեջ ինքը մեկը մնում է սուբյեկտիվ։ Բայց կարող ենք ֆիքսել, որ օրինակ Արմ կոմեդի նախագծի վրա չկա որևէ մեկի ազդեցությունը, որևէ քաղաքական ուժի, քաղաքական գործչի, բա ոնց է կանում։ Բա ոնց են կանում, շատ պարզ է, Այսքան տարիներ շարունակ ոնց է կանում։ Շատ ակնհայտ է, որ կա գովազդ մեջը եւ կա պատրիոնները, վերջ։ Իսկ ինչ որ տարբերություն կա, օրինակ մինչև 2018 թվականի հեղափոխությունը, նույն Սերժ Սարգսյանի հանրապետականի մասին ձեր անդրադարձերի եւ այսօրվա։ Շատ մեծ տարբերություն կա այն ժամանակ, մինչև 2018-ի հեղափոխությունը, իրանք իշխանություն էին, հակառակը իրանցից հարցվելիքը եւ իրանց պատասխանատվության շրջանակը անգամներով ավելի շատ էր, քան հիմա։ Հիմա իրանց պատասխանատվության շրջանակը դա զուտ լավ ընդդիմություն լինելն է, որը ինչ որ շանս կունենա ձայն հավաքի։ Էդ է, իրանք էլ ոչ մի բանի համար պատասխանատու չեն։ Լավ ընդդիմություն են։ Չէ։ Չէ։ Իսկ Հայաստան դաշինքը։ Չէ։ Իսկ օրինակ ինչն է տարբերում։ Նայ, ես օրինակ երկար մտածել եմ Հայաստան դաշինքը, պատիվ ունեմ խմբակցությունը, արդեն քանի տարի ազգային ժողովում հարցեր են տալիս ԿՊԱ-ական падգամավորներին։ Ոնց հաստատում, որ իրանց կարել։ Չի տալիս առանձնապես արդարության համար պատիվ ունեմ իրանք։ Իրանք բոյկոտում են այդ հարցը։ Հա, բայց գնում են, չէ, ազգային ժողով, այդ նույն ազգային ժողովում են, նիստերի դահլիճում գտնվում են այդ նույն սրահում, դավաճան իրենց բնորոշմամբ ԿՊԱ-ականների հետ։ Բա ոնց է ստացվում, որ իրենց կարելի է, բայց օրինակ Արմ կոմեդիին չի կարելի այդ հարցը ճիշտ կլինի իրանց ուղղել այդ հարցը։ Բայց իսմա էֆեկտիվությունն է այս ամեն ինչի բանը, հա, ինչով պետք է չափենք լավ ընդդիմությունն, թե չէ։ Ամենամեծ ինդիկատորը լինելու է 26 թվին, բայց այդ բավականին ուշ է լինելու, էլի, այդ որ այդպես չափեցինք ու պարզվեց վատն էին, դրանից մեր կյանքում դեպի լավը այդ արդեն անդառնալիության կետն է, հա։ Դե Նիկոլ Փաշինյանը հիմա ինչով կարանք չափենք, հա, արդյոք տենց, չգիտեմ, պրոտեստային շարժումները ուժ գնանում են։ Ամենապիկը հասավ Բագրատ Սրբազանի առաջի հանրահավաքը։ Այդ օր մայիսի 9-ը, չէ։ Այդ օրվանից փաստենք, որ ամեն հաջորդ բան ավելի թույլ է եղել, այսինքն այդ մասով ոնց որ չարդարացրեցին։ Հարցումները, հա, տենց ընտրությունների նախաշեմին, տենց ոնց որ շատ մեծ հարցականի տակ է, այդ երկու ուժը առասարակ կլինեն այդ հաջորդ բան, կմասնակցեն թե չէ, որտեղ օրինակ պատիվ ունեմ կարող է եւ հասկանալի, հա, բայց հարցը սենց է դրված, էլի, եթե այն ժամանակ հարցը դրված էր կհաղթեն թե չէ, հիմա հարցը դրված է կանցնեն թե չէ, հիմա այդ ինչ որ KPI-ա, չէ, որով պետքա չափել, հիմա լավ էր թե չէ, հա։ Երրորդ բանն է, որ ինչ որ տես բացահայտումներ արեցին, որ ի վերջո էլի, ասենք ամենաուժեղ բացահայտումները մեկը ինքը պետքա փողոցում բողոքին բերի, չէ։ Այդ մեկը անում է անկախ հետքն անում այդ բացահայտումները, հա, ինչ որ տես լրագրողական աշխատանքի հետևանք, հա, եւ դες չեմ տեսել էլի որ իրանց կողմից հեղինակած։ Բայց իրենք արված բացահայտումները գոնե վերցնեն օգտագործեն։ Չէ, օգտագործում են ինչ-որ շափով, հա, չասենք որ բացարձակ ոչ բան չեն անում, կարելի էր ավելի լավ անել, հա, բայց մեծ հաշվով ուզում եմ ասեմ դրա այդ էլ ինքնանպատակ չի, էլի, եթե էդի ինչ-որ հողի վրա բան է փոխում, հա, բայց եթե նրանից որ սաղը ստխրեցինք որ քանի միլիարդ այտենց փոզմի շեղավանիվում եւ եթե չի անդրադառնում եկող շատ մոտիկ 6 ամիս հետո ընտրությունների արդյունքի վրա, դե շատ 7 տանիք բացահայտեք։ Այսինքն նույն սոցցանցերում մի թեմայի մասին, երբ որ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է ինչ որ օրակարգ է թելադրում, ամբողջ ընդդիմությունը այնքան է խոսում այդ թեմայի մասին, դառնում է օրակարգ։ Այդ իսմա ուիդեպ դրան զուգահեռ բոլորը ֆիքսել են, որ պետք չէ այդ օրակարգը պահել, հա, պետք չէ այդ օրակարգով գնալ, բայց երբ որ օրինակ տեղի ա ունենում այդ ինչ որ պատարակ եկեղեցիներից մեկում որտեղ ակնհայտ է ինչ ալնելու, բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների կամերաները այնտեղ են։ Ու ստեղ էլ այդ առողջ մրցակցությունը իրանք գիտեն, որ իրանք չլինեն, մեկը նրանք լինելու են, չէ՞, հետեւաբար իրանք էլ են գնում, իրանք էլ են հարցեր տալիս։ Բայց իշխանական լրատվամիջոցները չեն գնում, չէ՞։ Գնում են։ Ընդդիմադիրների։ Հա, ընդդիմադիրները չեն գնում, հա։ Այդ առումով իրանք ավելի տենց ոնց որ իրանք շահերից բխող են գործում։ Ես կուզեմ մի փոքր խոսենք նույն իմպիչմենտից, տես, օրինակ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը չի կատարել իր խոստումները, կառավարության ծրագիրը հաստատվել է ազգային ժողովում, չի կատարվել, դա գիտենք, բայց ընդդիմությունը խոստացավ մեզ բոլորիս, որ գալիս է ազգային ժողով, որպեսզի հեռացնի Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ինչով են տարբերվում այս ընդդիմադիրները եւ ԿՊԱ-ականները, ըստ քեզ։
չէ, այս նիմաները չեն հանձնել Արցախը, էլի, by default sense վերցնենք, հա, որ Դե հա, այդ Ես տավաճան կպեականս ով ցակումով նայվ Արցախի։ Հա, ինչև է, այդ չափազանց մեծ բան է, էլի, որպեսզի իրանց շրջանցենք ու լրիվ դնենք։ Բայց պետք է այն որ հանեին Արցախը հանձնողին։ Դե հա, դե այդտեղ էլ խափեցին, էլի, ոնց է։ Այսինքն Ստացվեց, սկզբից պետքա հաղթեին, չհաղթեցին, հետո պետք է հեռացնեին, չհեռացրեցին։ Հիմա ինչ-որ դետալների շուրջ է մեր բանը։ Հիմա մեղավոր են լրագրողները։ Մենք լրագրողները։ վիճում ենք դետալների շուրջ, իրանք կարող է ընդհանրապես չանցնեն մյուս խորհրդարանները, դետալ խնդիրը։ Բայց գուցե ավելի լավ լինի որ չանցնեն։ Կարող է ավելի ինչ-որ կարևոր ոչ գործերով զբաղվեն որ չանցնեն։ Ես կուզեի, նայ, օրինակ Հայաստանը մենք միշտ օրինակ որպես պահպանողական երկիր ենք, չէ՞, ցոտակի ճիշտ բան ենք։ Այսինքն օքեյ է որ պահպանողական կուսակցությունը ներկայացված լինի ցանկացած խորհրդարանում, հա, հիմա դաշնակցությունն է պահպանողական, հանրապետականն է պահպանողական, այսինքն օքեյ չի, դա չի արտացոլի այս երկրի իրական պատկերը, եթե այդ երկու կուսակցությունները չլինեն։ Բայց դե այդ հանդատ իրանք իրենց ոտին կրակեն ինչ որ բաներ անեն որ չանցնեն ու չեն մի օր կհաջողվել ու չեն անցնի։ Օրինակ դուք Arm Comedy-ում ձեզ մեղավոր չեք զգում նրանով, որ իրենց ռեյտինգը այդքան իջել է, որովհետև շատ եք անդրադառնում, գուցե դրանից էլ է որ չէ որ դուք ունեք մեծ լսարան։ Օգնելով ենք անդրադառնում ընդդիմությանը, մենք միշտ ասում ենք ինչը կարելի է ավելի լավ անել, որովհետև այդ ավելի շատ քարոզչության մասում է, որից մենք ցոտակի քիչ թե շատ հասկանում ենք, բայց իշխանության է որ ասում ենք, չգիտեմ, ունենք այս ցորենի թեման, հա, որ այսինքն մի բերեք ինչ որ ուրիշ ցորեն, ոչ մեկ էս ցորենի մասնագետ չի, էլի, բայց որ օրինակ այս հարցը արժեր սենս տալ կամ արժեր սենս չտալ, այդ այն խորհուրդն է, որով փորձում ենք օգտակարել ենք, էլի, որ ասում ենք, եթե ուզում եք impeachment լինի, պետքա նենց տեխնացու այդ impeachment-ի համար բանեք, որը դժվար։ Դավիթ Համբարձումյանը վատ տեխնացու է։ Հա, Դավիթ Համբարձումյանը վատ տեխնացու է, չի նշանակում վատ մարդ, չի վատ տեխնացու է, որ նախ եւ առաջ, որտեղ եթե դուրս գանք 100 հոգու ասենք ով է Դավիթ Համբարձումյանը, շատ քչերը կիմանան ով է։ Այդ արդեն ամենամեծ red flag-ն է Դավիթ Հարությունյանը։ Դե դուք կարող եք օգնել, օրինակ Arm Comedy-ում մոտ 2 ամիս շարունակաբար ամեն հաղորդման ժամանակ որ Դավիթ Եթե մենք 2 տարի շարունակաբար էլ դա ասենք, այդ չէր օգնելու այդ խնդրին։ Չէր օգնելու այդ խնդրին։ Ու իրանք լավ հասկանում են այստեղ։ Լավ, հիմա մի փոքր քննարկենք այն հարցը, թե Arm Comedy-ի համար երբ էր ավելի հեշտ, նախկին իշխանությունների օրոք, թե ներկա իշխանությունների օրոք եւ կխնդրեմ նշես, եղել են դեպքեր, երբ ձեզ փորձել են ճնշել, օրինակ մեկը զանգի մակարդակները մի հատ հասկանանք, էլի, հեշտ գրել, երբեք այսքան հեշտ չի եղել գրել, հա? Հեշտ հոգեվիճակիդ մասով։ Չէ, հեշտ կոնտենտի մասով, հետո հոգեվիճակի։ Չէ, բայց նայ, մենք Arm Comedy ենք արել, այն սաղ փուլի շրջանի եւ Արցախը հանձնվել, էլի հեշտ չի, որովհետեւ այս հաղորդումը ինքը ինչքան էլ ծանր թեմայից է խոսում, ի վերջո ժամանցային է եւ պետք է մի չծիծաղացնի, դա հեշտ չի կարա լինի, այդ մասով ամենաբարդն է եղել է օրեր, որ ոչ մի բան չես ուզեցել անել, եղել է մի երկու ամիս, որ ասում ենք նոյեմբերից հետո որ ժողովուրդ եկեք նա ինչ-որ ուրիշ ֆորմատ գտնենք, այդ ֆորմատով ենք ինչ-որ բան արել, հետո հասկացել ենք, որ չէ, այն ավելի ազդեցիկ է եւ ավելի շատ օգուտ է տալիս, ուզում եմ ասել, այդ մասով հեշտ չի։ Իսկ կոնտենտի մասով, օրինակ, երբ կար ավելի շատ ծիծաղալու դեմքեր։ Հիմա միանշանակ, հիմա ամենահեշտն է գրվում։ Հիմա կարանք ամեն օր դնենք Arm Comedy մոտավորապես ինչ որ քիչ թե շատ բան կլինի, էլի։ Չէ՞ լուրջ, օրինակ, պերիոդ կար, որ մենք TV-ում ենք, որ շաբաթը 2 անգամից դարանք շաբաթը 3 անգամ ու շատ վատ էր, շատ վատ անդրադարձավ հաղորդման վրա ու իսկական զոռ էր։ Շաբաթը 3, հիմա ոչ մի խնդրեմ չի լինի շաբաթը 3 անգամ անել։ Ամեն օր էլ կարող անենք։ Դա մի քիչ զոր կլինի, բայց շաբաթը 3 այսպես երեք։ Իսկ եղել է որևէ դեպք, որ դե զանգ են, օրինակ փորձեն ճնշեն, ասեն, այ եթե այս մարդուն անդրադարձել եք, տեսեք ինչ վատ բաներ կան ձեզ, հա։ Ո՞վ է եղել։ Իրականում տես ոչ են ինչ-որ մարդկանցից ով բոլորը գիտեն, հա, այդպես ամենաշատը նեղվում են, գիտեք, որ տես կյանքում ոչ մի անգամ իրան անդրադարձ որևիցե տեղ չի եղել, ու մեկին մի անգամ ինքը հայտնվում է, դա հա ինչ-որ տես կարա, դա շատ փոքր ինչ-որ տես չինովնիկ էլի, բայց տես ինչ-որ որ ասեմ, տես մեծ բան։ Բայց մի անգամ այդ նախագահի տեխնացը կար որ ասեց, բանը, տես պատիզդից դուրս կգաք, տես
բան զգուշ կլինեք շուտ կգաք բան, քանի որ ինքը զավեշտալի տեխնացու էր, տենց շատ խնդալով բան արեցինք։ Հետո այդ տեխնացուն մահափորձի համար նստեց բան։ Այ անունը բայց չեմ հիշում, գիտեմ ու մասն ես ասում։ Պարոն Հայրիկյանի վրա էր մահափորձարը։ Այնպես որ բան էլի, այդ իսկական վտանգը կարող գա իշխի մի հատ տեղից, որ չես բանում, էլի, ոբշե չես սպասում։ Այս անունը չեմ հիշում, եթե հիշում ես, ասա։ Օ, ես չեմ հիշում, հա, դուք հա։ Երևի թե դիտողները կհիշեն, որևէ մեկը կհիշի։ Даже գավա ինքը իմանա, նայ, այս մեր դեպքն է պատմում, որ տենց սպառնացել է, էլի։ Իսկ կա որևէ գործիչ, ում օրինակ դուք ինքներդ չեք անդրադառնալ, ելնելով օրինակ նույն հարգանքից, ելնելով ձեր վերաբերմունքից կամ կաշկանդվածություն ունենալով որոշակի։ Լսի, դե ելնելով հարգանքից երևի չէ, որովհետև ում որ տենց շատ հարգում ես, նաև ենթադրում է, որ ինքը այնքան տենց ճիշտ բան որոշումներ ա կայացնում, որ չպետք է հայտնվի երգիծական հաղորդումներում, էլի, որովհետև պետք է ինչ-որ տես fail լինի, պետք է ինչ-որ մի հատ բան լինի, որովհետև ով տես, չգիտեմ, սա կա տենց մարդ իդեալական անում, չէ, երևի տես կամ էլի այնքան ոչ կարևոր է կամ որովհետև ով որ պետք է շատ որոշումներ կայացնի, ինքը նաև շատ սխալվելու է, էլի, այդտեղ այդ կապը ինքը նաև շատ ուղիղ է։ Իսկ կաշկանդվածությունը։ Ումից ոչինչ կախված չի, ինքը չի դժվար է։ Ոչինչ չի անում, ոչ մի սխալ չի անի բնականաբար։ Իսկ կաշկանդվածությունը այ օրինակ ձեր հովանավորների հետ կապված է, դե հաղորդում եք հովանավորներում եք։ Այնքան sense բաց խոսում ենք դրա մասին ու այնքան այդ առաջի տենց հանդիպումից եթե տենց ինչ-որ բան կա, էլի, որովհետև հիմնականում քաղաքական background չունեցող բաներ են, բայց օրինակ մեր GTB գործընկերների հետ էլի, քանի որ կար ազգակցական կապը Արամ Սարգսյանի հետ, ամենաառաջի բանը քննարկել ենք, օքեյ եք որ Իրանն են անում, օքեյ են։ Բայց չեք անդրադառնում, չէ՞ Արամ Սարգսյանը։ Նախ Արամ Սարգսյանը եկի փաստենք, ինքը դժ բուրըն մի գործունեություն չի իրականացնում, բայց ամեն անգամ երբ են մատանիով հայտնում, ամեն անգամ երբ շատ հիշում եմ այն անառողջ պրոամերիկյան ինչ որ ոչինչով չհիմնված բան ասում, անդրադառնում ենք, պրոստը իր կարևորությունը այսօրվա process-ներում եւ բաներում ամենա Նիկոլ Փաշինյանին։ Սենց ասեմ, մենք հենց նույնիսկ ուղիղ GDP սեփականատիրոջն ենք մի երկու անգամ անդրադարձել, երբ որ դրա առիթը եղել էր, նենց որ հաստատ իր բանին, կնոջ ամուսնուն Սկեսրայել աներոջը անդրադառնալու բացարձակ խնդիր չի։ Այսինքն դուք չեք փոխեք քաղաքական ուղղություն, ինչպես որ վերջերս ասում եք։ Իդեպ, սենց ասեմ, մարդիկ ովքեր ուզում են գովազդվել անկոմեդիայում, արդեն ասես ոնց որ adekvatության հետ ինչ որ չափանիշ է, էլի որ ինքնս իր մտքով անցել է, չէ՞ որտեղ մենք չենք գնում ասում եք մեր մոտ գովազդվեք սիրելի, չգիտեմ, ինչ ընկերություն, իրանց նախաձեռնությունն է սովորաբար լինում, հետեւաբար իրանք արդեն ինչ որ չափով համախոհ են մեզ, հասկանում են այս հաղորդման բնույթը, ծանոթ են, պատկերացնում են ինչ կարող լինի ապա։ Բայց օրինակ սովորական դիտողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ դուք ուղղակի փող եք աշխատում, փոխանակ հայրենիք փրկեք։ Փող ենք աշխատում, այսինքն։ Հա, դե բա մարդիկ սպասելիքներ ունեն, ես կարող սուր կատակներով եմ հայրենիք փրկում, պատմի չի հայրենիքը փրկել հենց այդ տվյալ մարդու պատկերացրած ձևով։ Չնայած դու մասնակցել ես բավականին շատ ընդդիմադիր ցույցերին, ես հիշում եմ Բագրատ Սրբազանի ժամանակ։ Այո, մասնակցել եմ, բայց դա էլ տենց որ ուղիղ հայրենիք փրկելու ինչ որ ինդիկատոր չէ։ Դե ամեն դեպքում այդպես էր հայտարարվում։ Նո, հա։ Ինչի՞ չփրկեցին այն ժամանակ է չարծրել ես իրեն։ Որտեղ ինձ թվում է չկար այդ հստակ պլանը, ինչ պետք է լինի այն պահին, երբ որ այդ քրիտիկական զանգվածը հավաքվում է, ու այդ քրիտիկական զանգվածը ակնհայտորեն հավաքվել էր հրապարակում։ Այդ գործողությունների պլանը միջև ոչ մտածված չէր։ Իսկ եղել է ինչ որ մի իրավիճակ, որ օրինակ լինի դեպք, որին կուզենայիք անդրադառնալ, բայց սենց մի տեսակ չես կարողանում, հա, ամեն դեպքում նույն օրինակ եկեղեցի։ Օրինակ, հա, ես շատ կուզեի չանդրադառնանք մենք եկեղեցու թեմային, բայց ինքը այնքան մեծ է, ու ինքը այնքան երկար տևեց ու այնքան խադրույքները բարձրացան այդ թեմա, որ անհնար է իրան բանել, եթե ինքը լիներ տենց շատ ավելի ինչ որ տենց փոքր մասշտաբի բան, ասենք ոչ երկրի առաջին դեմքը, ոչ Սրբազանի մասին, ինչ որ մի հատ պատգամավոր գրել ինչ որ բան, ինչ որ մի հատ քահանայի մասին, երևի ոչ եք անդրադառնային։ Այդ նույնա բովանդակ այդ բանը էլի, զուտ բայց չափազանց մեծ է էլի անտեսելու համար, բայց ասում եմ ես լրիվ պատրաստ եի, որ եթե ոչ մի լրատվամիջոց չգնար այն առաջի պատարակը, իսկ դրա մասին գրել էի էլի, կոչ էի արել այդ Տեր Արամի առաջի այդ պատարակը չլուսաբաներ, հետեւաբար մի քիչ էինք լուսաբանելու, որովհետեւ այդպես կզգային, որ
Չէ՞, առողջ դիրքորոշում ստեղ բաներ, բայց բոլորի կամերաները այնտեղ բան էին, այդքան մասնակից չկար պատարակին ինչքան լրագրող ու դա դառավ օրակարգ։ Ու անտեսել օրակարգը հայտի մի քիչ դժվար է ցանկացած հաղորդման համար, որովհետև երբ որ դու օրակարգին շատ հստակ ես անդրադառնում, դիտումները ավելի շատ ալնում։ Ինչի է վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը ձևավորում օրակարգը բոլորի, ըստ քեզ։ Որովհետև երևի իր բանը այդ օրակարգը ավելի կպչուն է, չեմ ասում լավն է, վատն է, հետաքրքիր է, սկանդալային է, կպչուն է։ Իսկ կպչունը այսօր այդ բանն է, էլի սոցիալական մեդիաների բերած նոր ստանդարտն է, որին այդ Հայաստանի խնդրումը չի մենակ, էլի, այդ նույն Տրամփն է Ամերիկայում, ամենտեղ այս սոցիալական մեդիաներում ակտիվ ուշադրություն գրավող մարդիկ, իրանք հետո ասում են շատ ռեալիտի արտացոլվում է ձայների վրա։ Հետևաբար էսել անտեսելը արդեն անհնար է դառնում։ Էսի վատ է, բայց ցանկացած մարդով X թվին որոշում է ինչ-որ ընտրությունների մասնակցել, պետք է հաշվի առնի, էլի։ Դա ոնց որ մտածես, որ բուքը շատ վատ է որ լինի, բայց դու որոշում ես, որ պետք է, չգիտեմ, սեղանին դնես ու ձմերուկ վաճառես։ Հիմա կարաս անտեսես, որ բուքը ալնելու այդ եղանակին, բայց եթե հաստատ ինքը լնելու է, պետք է ինչ-որ ձև, չգիտեմ, տաքացնող բան բերես դնես, էլի։ Մեր մոտ ոնց որ թե հələ այդ բանն է, էլի, տենց ոնց որ այդ կպչուն բանը մեզնից շատ ներքև է, մենք չենք ուզում բան անել։ Ես պրինցիպի համաձայն եմ, էլի, որ դա վատ է, բայց համ էլ ոնց որ process-ը գնում է։ Process-ը տենց է ամբողջ աշխարհում։ Եվ երբ որ դու process-ին չես adekvat ըստ process-ի չես փոխվում, ռեակցիա չես տալիս, այդ արդեն քո մենեջմենտի մասին է խոսում, ուրեմն դու այդքան լավ որոշում կայացնող չես, որ տեսնում ես բուք է, բայց դու ասում ես ես բուքի կանոններով չեմ խաղալու, ես խաղալու եմ +38-ի կանոններով։ Այստեղ կուզենամ մի փոքր ավելի լուրջ հարցերին անդրադառնանք սոցիալական ցանցերի ազդեցության մասով, հա, վերջի շրջանում շատ մենք տեսնում ենք դեպքեր, երբ մարդիկ ակնհայտ սուտը կարող են ընկալել որպես ճշմարտություն, ինչի համար դե դրա մասին շատ է գրվել։ Այսինքն սուտը, որ Դե վերջերս չի, դա հենց Գեբելսն է, հորին։ Դե ամեն դեպքում սոցցանցերի ի հայտ գալուց հետո մարդիկ Facebook են մտնում, մի քանի լրատվական կայքերով կարդում են այդ սուտը եւ դա դառնում է իրականություն։ Ոնց պայքարենք դրա դեմ ըստ քեզ։ Ինչ պետք է անենք, որ մարդիկ սկսեն տարանջատել, ֆիլտրել ինֆորմացիան։ Նույն Arm Comedy-ում ինչ որ մի բան որ տեսնում են, ընկալեն, որ դա հումոր է։ Կարող է չէ լինել ինչ որ հումոր է, ոչ թե իրականություն։ Ինչ կարելի է անել, որ այդ adekvatության Arm Comedy-ին ինչով է լավ են մարդկանց համար, ովքեր զզվում են լուրերից, բայց ուզում են տեղեկանալ ինչա կատարվում, որտեղ գոնե երկու հոգի պատասխանատու մարդ ֆիլտրել է fake լուրը իսկականից ու նոր դրել է բան։ Ընդ որում մենք է իդեալական ֆիլտր չենք, օրինակ ես վերջերս մի հատ տենց սովոսկեց fake լուր մեր բանով, որտեղ դա TV5-ն էր տվել ու մենք այդպես վստահելով տվել ենք բան, հետո Արման Եղոյանը ասեց, այս էս բան вообще չի եղել, ու մենք ստիպված էինք, աչքներս դա մեր լուրը չէր, բայց հիմա հայտնվեցինք, բայց ինձ թվում է տենց, չգիտեմ, 3 տարվա մեջ մի հատ տենց кейս է, դա շատ լավ արդյունք է։ Լրատվականներ, այս sense արդյունք է։ Հա, այդ մասով էլ է որոշակի։ Չէ, որպես բան եմ էլի անում։ Չէ, ուզում ասեմ, այդքան լավն ենք մենք բան է։ Հիմա ավելի է դժվարանալու, որտեվ AI-ն է ավելացել մեր կյանքում ու ինքը տենց վիդեոներ կգեներացնի, չգիտեմ, ձայներ կգեներացնի, ամեն ինչն է կանի, ավելի դժվար ալնելու։ Դա համար ավելի պատասխանատու ենք, մենք դեռ սամասնի սոզգոված դենք նկարել, որ հարցրեք ինքներդ ձեզ, արդյոք այնտեղ շատ կոպիտ բառ էր, դալբա մարդը կհավատա, որ սա իսկական է, դա այնց ամենալավ ֆիլտրելու բանն է։ Բայց մեկ որոնք ինֆլուենսերների բանով, այսինքն ինքը անցնում է այն մարդկանց բանով, ում դու в общем-то վստահում ես, էլի, այսինքն այս մարդը որ չգիտեմ, օրը 100 հատ ճիշտ բան է տալիս, հետո մեկ էլ գրում է, որ Վրաստանի սահմանին, հա, բռնցրին 500,000 հատ կեղծ պասպորտ, դե քանի որ ինքը հիմնականում ճիշտ է ասել Իրան վստահելով բան ես անում, էլի, եթե դու դա տեսներ ինչ-որ իր первый источникում, որը ինչ-որ Ղզլջուր news կետ բան, ես այ դա նորմալ է, սկես որ Էդի ոնց որ մի քիչ բան արեցին, բայց դեռևս իրանք արտակնապես դժվար են տարբերվել եւ ավելի վատ են այդ YouTube-ի ալգորիթմերով սնվող այդ fake լուրեր գեներացնող բաները, որովհետեւ մի քիչ ավելի տարեց մարդիկ որ ինքը լուրի նման է, ձենը լուրի նման է, կադրը լուրի նման է, ուրեմն լուր է։ Իսկ լուրերը չեն խափում։
Չէ՞, ինքը ավտոմատ հավատում է։ Մանավանդ ես այդ շատ եմ էլի նկատել, այտենց մի քիչ Երևանից դուրս բան, ասես պապիները բիս այդ կողմ հավաքվում են, ասես մեկը մի հատ հեռախոսա դրել ու perfect TV-ն է միացրած կամ դրա այն թայը, ու ասես լուրջ sense նայում են, էլի։ Ու հենց նոր Ալիևը մեռավ։ Նիկոլը ապտակեց, Բաքուն ջրհեղեղի տակ է, ռումբերը ընկան, Պուտինը զանգեց։ Ուղղակի հետո երկրորդ օրը կամ 4-շաբթի հաջորդ էլի Ալիևը մեռավ։ Ու ոչ ոքի մոտ էլ հարարը չէր մեռել էս Ալիևը անցած շաբաթ, անցած ամիս։ Դե դա կերակուրն է, այսպես ասած, մարդիկ նայում են։ Չէ, դա տարբեր տարիքային, հա։ Հիմա ավելի երիտասարդն էլ կհավատա իր սիրած բլոգերին, որ տարածի որոշակի ախինիա։ Ազատ մամուլ է, ով ինչ ուզում է գրում է։ Դե դա արդեն դա նույնիսկ մամուլ էլ չի, էլի, հա։ Իսլամ բախում մամուլը որպես այն ինչ որ մենք գինենք, ինքը այտենց վաղուց չկա, ուղղակի չեն ասում որ դրամներս չընկնի, էլի։ Այսինքն ըստ քեզ նորմալ է, որ իմանուի լրատվական դաշտում մենք ունենք այս խիստ բևեռացված վիճակ։ Մենք կարող ունենք շատ լավ խիստ մասնագիտական բաներ, օրինակ հետաքննող լրագրողներ, օրինակ կարա մի խումբ մարդիկ հավաքվի ու անի այդ, բայց օրինակ երբ որ մենք հետքի վրա դնենք այն բերը, որ ասենք New York Times-ի վրա է ենթադրաբար, հա, որ ինքը, չգիտեմ, 50 միլիոն ամերիկացու տեղեկացնում է ամենաօբյեկտիվ բանը, ու ինքը մի հատ լրագրող ունի, չգիտեմ, Իրաքում, մի հատ Աֆղանստանում, մի հատ Հյուսիսային Կորեայում, չէ, դա էլ չկա, вообще Հայաստանի նման փոքրիկում չի կարա լինի։ Դե բայց նույն հետաքննությունների ժամանակ տես կորոնավիրուսի փաստերը հետաքննող խումբը, որը ես եմ հիմնադրել Տիգրան Աթանասյանի ու Գևորգ Գրիգորյանի հետ, մենք հրապարակեցինք ֆիլմ, որը ցուցադրեց միայն Arnews-ը, ընդդիմադիր գործիչներից ոչ մեկ չօգտագործեց։ Արդյունքում եկան մեր դաշտ, որ մենք Ալենին կանչեցինք, սուր հարցերը տվեցինք, իրանք նայեցին ասին էսի սուր չեն ու չօգտագործեցին։ Հիմա ձեր հետաքննությունն էլ երևի սուր չէր։ Կամ փաստերը բան չէին։ Օգտագործեց շատ ցավալի։ Մարդիկ գնացին ամենահեշտ հնարավոր ճանապարհով։ Դες կարող է դաժե չեն էլ նայել ձեր բանը, բայց տեսել են վերնագիրը, ասենք ճանաչելով ձեզ ասել են, հա, դե երևի ինչ որ խնդրարից բաներ գտել են, ու կարող է դաժե ինչ որ ազգային ժողովում խոսալուց ասեն, հենա ֆիլմ կա։ Նույնիսկ ինչքան վատ եղել է, տես ես բան էլ նույնիսկ պետք է իմանալ այդ ամեն ինչը, որ մոդելավորել ոնց անեն։ Всё, դրանից ենկոմ չի գնալու, այդ падգամները չեն նստելու խորանան, կորոնավիրուսի վրա կոնկրետ ինչ եղավ, գնան բռնեն, որ ստեղ, չգիտեմ, առան դիմակներ 5000 դրամով, որոնք առել են իրականում 50 դրամով։ Բայց դատախազությունը արեց։ Դե դատախազությունը էլ արեց ու բան չի լինում, ուր է այն մարդկանց ամբողը, որը պետք է հավաքվեր ինչ որտեղ ու ասեր, էսա փաստը։ Դե հենց խնդիրը դրանում է, այսինքն նույն հետաքննությունը լավ լրագրողը արեց, ժամանակ ծախսեց, ռեսուրս ծախսեց, էներգիա ծախսեց, բայց այդ ով է օգտագործելու, այսինքն լրագրողը պետք է անի ինքը վերցնի այդ հետաքննությունը գնա, ազգային ժողովում ցույց տանի։ Հա, եւ էդ էլ է ալնում, հա, բայց արդյունքում բան չի լինում, որովհետեւ չկա այդ driving force-ը, հա, այդ խարիզմատիկ անխոցելի չի լինում լիդերը, ով իր շուրջ մարդկանց եւ իրանց տրամադրությունները համախմբելու ու վերածի ինչ որ քաղաքական կապիտալի չկա այդ մարդը։ Հիմա մենք անդադ բերում ենք մարդիկ ովքեր եղել են, մարդիկ ովքեր 5%-ի վրա են, 10%-ի վրա են կամ մարդիկ ովքեր կարող է 15 տարի հետո դառնան այդ մարդը, բայց այս պայդրությամբ չկա։ Դու ունես քաղաքական նպատակներ, երբևէ մտնենք քաղաքական, չէ՞։ Ես նպատակ ունեմ չմտնել։ Չմտնել։ Հիմա այ օրինակ նույն Ալեն Սիմոնյանի հարցազրույցը վերադառնանք այս թեմային, ինչով որ սկսեցինք։ Իմ պատկերացմամբ, այո, ընդդիմությունը պետք է վերցներ այդ թեզերը եւ դա օգտագործեր։ Իրանք գնացին ամենահեշտ ճանապարհով։ Բոյկոտեցին ձեզ։ Հա, իրանք բանալեցին, որ այ արմքոմեդին էլ ափսոս։ Okay։ Ինչ կորցրեցիք դուք։ Այդ օրը որոշակի unsubscribe-ներ եղան, հետո մի շաբաթվա մեջ թիվը եկավ գերազանցեց այն նախորդ թիվը։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ արմքոմեդին շարունակում է մնալ։ Արմքոմեդին կորցրեց այն մարդկանց, ովքեր այդպես նայում էին, որ իրանց գովան, ում իրանք չեն սիրում, չգովան։ Այդ բանն է, էլի, ու այդ մասով լսի մեր լսարանը այնքան մի քանի անգամ ոտից գլուխ փոխվել է, մի քանի անգամ։ Այն մարդիկ, ովքեր հիմա падգամավոր են, ինչ որ բայ նախ աշխատել են արմքոմեդիում, կամ եղել են լսարանում, եկել են մեր ստենդափներին, հետո տենց միկրոկ փոխվել է, հետո իրանք էլ են իշխանությունից դուրս եկել դարել, այդ նորմալ process-ա մենք դες խնդալու երկար ենք էլի գնում 10 քանի տարի այդ հաղորդումը կա ու այդ ես փիլիսոփայական եմ շատ դրանով ես ափսոսում եմ որ այդքան մակերեսային գտնվեցին մարդիկ ես լուրջ եմ ասում այդ ինչ որ գրեցին ինձ մի հոգի էր որ
Ես շոկի մեջ եմ, որովհետև իրան շատ լավ է վերաբերում, մնացածը ինձ շատ հասկանալի է։ Մասին է խոսքը։ Ինքը հասկացավ։ Ասա։ Չէ։ Թող հեռուստադիտողներն են իմանան։ Չէ, այնքան ակնհայտ էր, ինքը մեր մոտ հյուրել էր եղել մի քանի ոդկաստ առաջ ու ես իրան այսպես նստած ասել եմ, էլի ինչքան ենք քեզ գնահատում, սիրում որ դու կաս ու այդպես բան է ու ինքը հետո ինձ անվանեց ադրբեջանա նիկոլական ինչ-որ տես մի հատ բան էլի։ Մնաց, ասում եմ, այդ մի մարդուն հանենք, մնացածի պահվածքը իմ համար sense լրիվ կրիստալինը պարզա, ես դրա այդ ոչ մի խնդիր չունեմ, որովհետև ես պարզ հասկանում եմ պատճառը հետևանքային կապերը խիտ այնց եղավ։ Էս մի քիչ էմոցիոնալ էր իմ համար, դրա համար չեմ հասկանում։ Որ դու սերժական ես, դրա համար դու իրավունք չունեիր դավաճանել հանրապետականների մոտեցումների։ Մեկ էլ գիտես, ում ժամանակ եղավ այդպես այս ոչ տես մարդիկ հիասթափվեցին անկում, երբ որ Սերժի հետ արեցինք։ Ընդ որում հարցազրույց էլ չէ, դա շատ սկեչ էր էլի դա։ Հա, հետո իմանալ կողնորոշվեք էլի, ոնց որ բոլորի հետ անում ենք դժգոհ եք, որովհետև միացած բանկը դու տեսած նկատած կլնես էլի այդ կաղապարը, որ ամեն լրատվական ունի իր 20-ից 30 այդ talking head-երը։ Всё, ուրիշ յուր չի գնում այդ լրատվական։ Այդ 20-30 մարդու այնքան են բանանում, միջև այնպես view-երը բերում են 1000-ից ներքև են հասցնում, հետո չգիտեմ ինչ են անում, էլի։ Այդ նորմալ չի։ Ես հասկանում եմ, որ գուցե մի հատ բան կար, որ մենք Arnews-ում էինք աշխատում, իսկական Դավիթ Սարգսյանը մի հատ շատ թեժ ինտերվյու արեց, կաներեք չեմ հիշում ում հետ, ԿՊ-ից, ու դրանից հետո իրենք սկսեցին չգալ այդպես մասսայական Arnews ու այդ իսկական պրոբլեմը ստացվում է դու էլ չես ցույց տալիս, էլի, բայց դե հետո արդեն ոնց որ դեպքերն են զարգացան, որ вообще ոչ մի տեղ չեն գնում եւ ոչ մի տեղ էլ առանձնապես չեր ուզում իրանց հրավիրել, հա։ Դե բայց իրականում դա նորմալ չի, նույն ես մտածում եմ որ պետքա բոլորին հրավիրես։ Այ իհարկե նորմալ չի, պետքա բոլորին հրավիրես եւ մարդուն 10 պետքա բոլորին հրավիրես, պետքա եթե դու չես հրավիրել կամ բան, գոնե չասես արմքոմեդի հարցերը լավը չէին, այ ես բան կանեի ու դրանով քեզ արժեք ստեղծես, արժեք ստեղծի նրանով, որ իսկականից կանես դա, քանի չես արել, մի քիչ տարօրինակ է, էլի։ Այն մի հարց էլ տայում այս թեմայի շուրջ, իսկ գուցե վրթովմունքը նրանում էր, որ Ալեն Սիմոնյանը հիշում ես Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ կապված դեպքը։ Շատ ված համընկավ դրա հետ, հա, ու էլի միանշանակ է իմ կարծիքը, որ իհարկե այդտեղ քաղաքական դար կա, որովհետև ոչ բառը որի համար Սամսոնյանին ձերբակալել են, ոչ էլ այդ ձևը, որով ձերբակալել են, ոչ էլ 2 ամիս նորմալ չի, էլի։ Ասենք մեզ բազմաթիվ մարդիկ կոմենտներում շատ ավելի վատ բաներ են գրում եւ ոչ մեկի դեմ ինչ-որ տես ածում չի մտել տես ինչ-որ իրանց փաթեթավորել, այդ միանշանակ այն մասով պետքա հրավիրել, պետք չի հրավիրել, ինձ թվում է էլի շատ առողջ իրանք էլ էին ասում, կանչենք Աննա Հակոբյանին, հարցերը տանք, ես մեծ հաճույքով կնայի այդ եթերը ու լրիվ իրանց կողքին եմ ես դիրքորոշումով, էլի, ու այդ նույն մարդը որ ինձ շատ ադրբեջանա-թուրքական է համարում, ոնց է դե օքեյ էր նրա, որ Աննա Հակոբյանին հրավիրենք, էլի։ Հա, այդ մասով իհարկե այդ համընկնումը բան էր, բայց ոնց է process-ը սկսվել էր, ասենք ինչքան անլուրջ կլինեինք մենք, եթե ասենք, նկարեցինք, բայց օրինակ, հա, նկարեցինք, բայց նեղացել ենք, օքեյ, ես ոչ մեկի ստեղծած վիլկայով չեմ պատրաստվում շարժել, էլի, որ տենց ինչ որ մեկը տանը նստեց, որոշեց, որ արմքոմեդին կամ Էս անում կամ մենք չենք նայում։ Okay, դու տանը որոշեցիր, դուր եկե քեզ այդ որոշումը։ Ես չեմ ընդունում քո այդ բանը արհեստական ինչ որ երկընտրանքը։ Ես անում եմ ինչ որ ես անում եմ։ Իրականում ես լրիվ կիսում եմ այս մոտեցումը, որովհետև կարծում եմ, որ լրատվական հարթակները, լրագրողները նրա համար են, որպեսզի ցույց տան բազմակարծություն ցույց տան։ Եվ թողեն մարդիկ լսեն, տեսնեն ով ինչ է խոսում, ոչ թե կանչենք իրենց համաձայնենք։ Դուք ինչքան ակնհայտ բան են խոսում, նույնիսկ ձանձրալի է դա կրկնել, էլի։ Ինչքան կարելի է։ Եվ մի վերջին հարց. դու նախկին նախագահներից եւ ներկա իշխանություններից Սերժական ես, Քոչարյանական ես, Լևոնական ես, Նիկոլական ես, ինչ քաղաքական դիրքորոշում ունես։ Նայ Իհարկե Նիկոլը ընդհանրապես բացառում ենք, բոլոր 3 նախագահների ժամանակ էլ եղել է իրենց լավը վատ կողմերը, այդպես բոլորս շատ ծեծված է, էլի այս տեքստը կրկնելու։ Եթե ես ինչ որ բանական լինեի, հավատացեք, կարայի հասած լինեի տվյալ կուսակցության կամ քաղաքական բանի, տոպ են պոստ, այն որ
այս 5 հոգուն պոստերի վրա դնում ենք, եթե նախընտրական բանը։ Ну, в общем, էլի ուզում ասեմ, մեծ բարդություն պետք է որ չլներ, էլի մտնել այդ քաղաքական, որովհետև ինչ անշուշտ այդ համակրում ես, եթե դու պրամ ամեն ինչի հետ համաձայն ես, դու էլ այդպես մի տաղանդավոր ես ու քո կողմից вообще սխալ է, էլի որ չգնաս քո սիրած նախընտրելի ուժին չօգնես ինչ որ բանով, հա։ Ես այդ մարդկանցից ոչ մեկը սև ու սպիտակ չի, այդ մարդկանցից բոլորը եւ շատ ծանր մեղքեր եւ շատ մեծ ձեռքբերումներ են ունեն ու այդ շատ պրիմիտիվ է, էլի հարցը, այդպես դնեն, որ ընդունում ենք այս մեկին ու մերժում ենք այն մնացած բոլորին, այդպես չի լինում։ Հետևաբար, եթե իմ ցանկություն լիներ այդ երեքից որևէ մեկի թիմում լինել, բոլորի շուրջն են շուրջ ցանոթ մարդիկ էլ կան, հնարավորությունն էլ կար, ես էլ որ գնայի հավանաբար մի ուրախություն կլներ, էլի այդ առիթով։ Այսինքն ֆիքսենք, որ դու ոչ մեկի չես հավատում։ Ես փորձում եմ հնարավորինս adekvat գնահատել բոլորին, adekvat գնահատական տալ ու հաշվի առնել եւ շատ լավը եւ շատ վատը։ Բայց օրինակ Սերժ Սարգսյանի այդ հանդիպմանը ներկա էր։ Հա։ Բա իսկ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին հանդիպումներին գնացել ես, մասնակցել ես։ Բա ինչի։ Ինչ ես տարբերություն դրել։ Չեմ կանչել։ Ոչ մի անգամ չեմ կանչել։ Լևոն Տեր-Պետրոսյանի միտինգին եղել եմ։ Հա։ Դե Նիկոլ Փաշինյանն է, բարձր Ալեն Սիմոնյանին հրավիրել է արդեն վերջ։ Ես նույնիսկ ով միտինգին եմ եղել, Տիգրան Կարապետիչի լուսահոգի միտինգին եմ եղել։ Հա, դա ինչ պատահական ստացվեց։ Բայց եղել եմ։ Շնորհակալ եմ Նարեկ, բավականին հետաքրքիր հարցազրույցի համար։ Հուսանք մենք վերջապես կունենանք այն adekvat մթնոլորտը, որտեղ կտարբերակեն լրագրողի գործունեությունը, մարդու առաջարկած հարթակը եւ այն սպասելիքները, որոնք մարդիկ ունեն մեզանից։ Ես ասացի ոչ մի նախադրյալ չեմ տեսնում։ Փորձենք adekvat։ Եթե որպես բարի մաղթանք ես ասում, լրիվ միանում եմ քո մաղթանքին, հա։ Զուտ հուսանք, ոչ տենց Բայց որպես օբյեկտիվ նայենք, ասենք, այս ու այս գործոնը տանում են նրան, որ գուցե մի 7 տարի հետո կամ հաջորդ ամիս 20 տարի հետո ինչ մի հատ բանիկներ բացարձակ չէ։ Էստոնիայի փորձը։ Մենք էլ էլ ապես նայել ու դառը ճշմարտություն ասել, նաև Arm-Comedy ինձ մոտ գործոններից մեկն է, որ պրոստը մի քիչ դառնությունը այտենց ժպիտով ենք ասում, բայց փաստը մնում է փաստ էլի, որ շատ վատ է։ Բայց դե կարանք հուսանք։ Ես օպտիմիստ եմ, ես հույս ունեմ, որ հնարավոր է մի օր լավ լինի։ Այս լավ նոտայով ավարտենք։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ նաև, որ Analytic Talk հաղորդման հովանավորներն են Կրեպերի սրճարանը եւ Ֆինապ հաշվապահական ընկերությունը։ Կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան էջին, մեկնաբանություններ գրեք, լայքեք, նշեք թե ում կուզենաք տեսնեք որպես հյուր, ինչ հարցեր կուզենաք։ Այ շտկումներ մտցնեմ, էլի, կարող եք բաժանորդագրվել։ Շատ պասիվ կեցված կա, բաժանորդագրվեք։ Բաժանորդագրվեք, լայքեք, Patreon-ին փոխանցումներ արեք, չէ։ Ոնց կարող եք, հա։ Նաև գովազդների համար զանգահարեք նշված հեռախոսահամարին։ Լավ եղեք, հուսամ մենք մի օր կհասնենք այն լավ վիճակին, ինչի մասին քննարկում ենք, չնայած Նարեկը վստահ չի։ Հույս ունեն, չէ, ես վստահ եմ, որ հույս ունենալը դա ճիշտ մոտեցումն է։ Հա, բայց հաշվի չառնել իրականությունը դա ոչ մի լավ տեղ չի տանում։ Եվ վերջում իսկ Նիկոլը կընտրվի 2026-ին։ Եթե գնանք այսօրվա ռասկլադով, ինձ թվում է։ Ստեսություն կհանդիպենք։